Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը մինչև 2030 թվականի վերջը նախատեսում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը։ Այդ մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայումս իրականացվում է լայնածավալ նախագիծ կառուցելու արևելք-արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան և Եվրոպան, ինչպես նաև դեպի Ռուսաստան տանող հյուսիս-հարավ մայրուղին։ 2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարպի ճանապարհը։ Կոբախիձեն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին, նշել դրանք նույն մակարդակի վրա են, ինչ նախորդ տարիներին, եւ դա շատ տխուր է։ Վրաստանի ղեկավարը կրկին մեղադրել է Եվրամիությանը խորհրդարանական ընտրությունների ընթացքում կառավարության ընդդիմախոսներին աջակցելու համար։ Կոբախիձեի խոսքով Թբիլիսին կշարունակի միջոցներ ձեռնարկել իրավիճակը փոխելու համար, սակայն գործընթացը չի կարող միակողմանի լինել։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս էր հայտնել։ Նրա խոսքով այդ գործընկերությունը պետք է սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությանն է անդրադարձել նաև Վրաստանի նախագահը։ Միխեիլ Կավելաշվիլին հույս է հայտնել, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները դինամիկ կզարգանան։ Նախագահը Միլանում Օլիմպիական խաղերի բացման շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրա խոսքով հանդիպումը շատ ջերմ է եղել, ընդգծվել են երկու երկրի արժեքային ընդհանրությունները։ Մարկո Ռուբիոն նշեց, որ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմն է բացասական վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ։ Մոտ ապագայում նրանք անպայման պատշաճ կերպով կպատրաստվեն մեր հարաբերությունների կարգավորմանը։ Կավելաշվիլու խոսքով ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ կստեղծվի տեխնիկական խումբ վրաց-ամերիկյան հարաբերությունները մաքուր էջից սկսելու նպատակով։ Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են, ինչը կդառնա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն կամուրջներից մեկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը ստուգել է անցակետի վերակառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքը։ Նա հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է։ Նշվել է, որ անցակետի բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը և այլ պաշտոնյաներ։ Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հորդանանը կամրապնդեն երկրների միջև բարեկամությունը։ Նրա խոսքով կողմերը կիսում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության անհրաժեշտության տեսլականը։ Հորդանանի թագավորն էլ ընդգծել է Թուրքիայի ջանքերը տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու և բոլոր երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու ուղղությամբ։ Նա Էրդողանին պարգևատրել է Հորդանանի թագավորության բարձրագույն շքանշանով։
Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև տարածաշրջանի բարեկամ երկրների միջնորդությամբ անցկացված բանակցությունները առաջընթաց էր, X-ի իր էջում գրել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով երկխոսությունը միշտ եղել է խաղաղ կարգավորման Իրանի ռազմավարությունը։ Փետրվարի 9-ին էլ Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում նվիրված Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ Նիստին ներկա են եղել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ միջուկային թեմայի շուրջ ցանկացած բանակցություն պետք է ընթանա ուժի դիրքերից։ Ազգային միջուկային արդյունաբերությունը կարմիր գիծ է, ուրանի զրոյական հարստացումը անընդունելի։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտգործնախարարը նշել էր, որ Թեհրանը կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Նա հայտարարել էր, որ Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից։ Աբբաս Արաղչին նաեւ նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը եւ տարածաշրջանային հարցերը բանակցությունների օրակարգում չեն։ Իսրայելի վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ փետրվարի 11-ին Վաշինգտոնում տեղի կունենան Իրանի հարցով Բենյամին Նեթանյահուի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները։ Նշվում է, որ Թել Ավիվի դիրքորոշման համաձայն ցանկացած բանակցություն պետք է ներառի Իրանի բալիստիկ հրթիռների սահմանափակումները։ Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին հանդես է եկել ԵԱՏՄ անդամ երկրների ազատ տնտեսական գոտիների համագործակցության մասնագիտացված կազմակերպության ստեղծման նախաձեռնությամբ։ Նրա խոսքով առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանը եւ առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նախատեսում են նվազագույն մաքսատուրքեր, ինչը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը։ 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինում է 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Սա նպաստում է Հայաստանի եւ Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության զարգացմանը, բարձրացնելով առևտուրը եւ ստեղծելով արդյունաբերական լոգիստիկ կապեր տարածաշրջանում։ Բաքուն եւ Թեհրանը քննարկում են ցամաքային ուղևորափոխադրումների վերսկսման հնարավորությունը, հայտնել է Իրանի զբոսաշրջության նախարարը։ Նրա խոսքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական հավաստիացումներ է տվել սահմանին տիրող իրավիճակին արձագանքելու վերաբերյալ։ Պաշտոնյան հայտարարել է, որ ավելի վաղ Բաքուն սահմանի բացման համար խոչընդոտ էր դիտարկում անվտանգության հարցերը, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է։ Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Ադրբեջանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ։ Նախիջևանի խորհրդարանի որոշմամբ Ադրբեջանի նախագահի առաջարկությամբ ինքնավար հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ջաբար Մուսայևը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Նախիջևան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել էր Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության մեջ փոփոխությունները։ Մասնավորապես սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումները եւ ինքնավարություն տերմինը։ Փոխարենը ամրագրվում է Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սաուդյան Արաբիայում մասնակցել է պաշտպանական արդյունաբերության World Defense Show 2026 միջազգային ցուցահանդեսին։ Էր Ռիադում ներկայացվել է նաև Ադրբեջանի արտադրանքը։ Միջոցառման շրջանակում Հասանովը հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի եւ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ Մտքեր են փոխանակվել ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ։ Եվրոպական միությունը բավարարված է Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերություններով, հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը։ Մարիանա Կույունջիչը նշել է, որ միշտ կարելի է ձգտել ավելի, սակայն ընդհանուր առմամբ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Դիվանագետը նախանշել է, որ 2026 թվականին համագործակցության հիմնական ուղղությունների շարքում կլինի կապակցվածությունը, որն ընդգրկում է էներգետիկան, թվային ոլորտը, երկաթուղիները եւ ճանապարհները։ Կույունջիչը հավելել է, որ նախատեսվում է Ադրբեջանում անցկացնել ԵՄ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կրթությունը Եվրոպայում, եվրոպական ճաշակ, եվրոպական քաղաք։ Մյուս կարևոր իրադարձությունը նրա խոսքով կլինի քաղաքապետների դաշնագիր տարածաշրջանային ծրագրի շրջանակում միջոցառումը, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Նախիջևանում։ Բարդուհի Հարությունյան, հարևաններ։